դարաշրջան ենք ապրում, որտեղ հասարակ օրինակ բերեմ, մի քիչ է չափազանցված, որ ավելի ցայտուն լինի։ Ենթադրենք բանկում ես եւ մի քանի հազար դրամի գործողություն պետք է կատարես, համարյա նույնքան արժողությամբ թուղթ է վատնվում։ Իհարկե։ Էլ չասած պետական կառավարման համակարգում թղթաբանության եւ թղթերի շրջանառության հարցը, այսինքն մեր ենթագիտակցության մեջ նստած է, եթե ֆիզիկապես թուղթը կա, թուղթը գոյություն ունի, եթե ֆիզիկապես թուղթը չկա, թուղթը գոյություն չունի։ Այստեղ նախ մենթալ համակարգի խոչընդոտների մասին է խոսքը գնում եւ հետո օրինակի համար լավ կլիներ ցանկացած հայցերը, որը որ պետիցիա կոչեցյալն է, քաղաքացիները կարողանային հաղորդակցվել թվային հարթակներով պետության հետ, ընդհանուր միջև զարգացվածության այն աստիճան, որ ընտրություններին մասնակցեին թվային տեխնոլոգիաներով, որը որ գեր, պաշտպանված եւ անվտանգ լիներ։ Բայց այս ամենի առաջ մենք տեսնում ենք թվային խոչընդոտներ հենց պետության կողմից իրականացվող եւ երկրորդ հանգամանքը պետական գաղտնիքի ապահովման հարցն է։